Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն է, շնորհակալ եմ պարոն Մարգարյան մեզ միանալու համար։ Վերջին շրջանում փորձ է արվում ներքաղաքական քննարկումների այսպես դաշտ բերել այսպես կոչված impeachment-ի հարցը։ Ես դուք գիտեք հարցադրություններ արել եմ այս թեմայի շուրջ եւ այն ժամանակ այդ նախաձեռնության տակ կար մի հոգու անուն ազգանուն, հիմա ոնց որ շատացել են 50%-ով ավելացել այդ նախաձեռնության աջակիցների թիվը, դարձել է 2-ը, խորհրդարանի շենքի մոտ մենք տեսանք, որ արդեն 2 հոգով կա, բավական աճել է թիվը։ Դուք նաև հետաքրքրված եք այս թեմայով, ձեր վերլուծությունները կան, հա։ Լսելով այդ մարդկանց երեկվա հայտարարությունները դուք համոզվեցիք ձեր վերլուծություններում, թե ինչ որ հիմնավորումներ տեսաք իրենց կողմից։ Ես նախ մի լավ ծիծաղեցի, որովհետև այն բաները, որ ներկայացել են շուրջ 2 ամիս է շարունակաբար խոսում են, բայց դժբախտաբար այն հարցերին, որ պիտի պատասխան տան, չեն պատասխանում, որովհետև այդ պատասխանների մեջ է թաքնված, այսպես ասած, շան գլուխը եւ այն, որ իրենց այդ նախաձեռնությունը հիմնականում ընդհանրապես Նիկոլին հեռացնելուն ուղղված չի եւ այդ նախաձեռնությամբ կարծում եմ իրենք էլ ամենալավը գիտեն, որ չեն կարող Նիկոլին հեռացնել, հենց այդ պատասխաններից հայտի դառնալու։ Շատ հետաքրքիր է ինձ համար, որ շարունակաբար խոսում են այդպես օրինակ Նարեկ Մելյանին այս անունով պարտավորեմ տալ, որովհետև ասում էր, որ որից է հակապաստարկ, որից է քննարկում չի եղել, առնվազն հենց ձեր եթերում ես գիտեմ 2-3 հոգու հետ դուք խոսացել եք, հենց ես ձեր եթերում խոսացել եմ այդ մասին քննարկումներ ունեցել ենք, հակապաստարկներ ներկայացել ենք, ես անձամբ շուրջ 1.5 ժամանոց մի հատ լայվ եմ ունեցել, բացի դա մի քանի ուրիշ լայվեր եմ ունեցել, դրանց վստահ եմ, որ ուրեմն Էդգար Ղազարյանը լսել է, որտեղ եկել էր տանկը կոմենտներ էր թողել, ուրեմն հաստատ լսել է, եւ հետաքրքիր է, որ հիմա այդ ամբողջը եթե չեն լսել, չեն հասկացել, ուրեմն չեն ուզում հասկանալ, կամ միտումնավոր կերպով շրջանցում են կամ այնպես են ձևացնում, որ բովանդակային քննարկումներ չի կատարվում։ Միշտ այսքան ժամանակ կարծում եմ շատ հստակ կերպով թե ընդդիմադիր պատգամավորների կողմից պատճառաբանություններ ներկայացվել է, թե ինչու այս ուրեմն գործողություն, այս նախաձեռնությունը արդյունք չի տալու եւ անիմաստ է գոնե այս ձևաչափով ներկայացնել աշխատանքն անել, գուցե պետք է շատ ավելի աշխատանք ուրիշ եղանակով առաջ գնանք, մինչև կարողանանք հասնենք այդ փուլին, իսկ իմ նման մարդիկ էլ արդեն տեխնիկական առումով օր փաստարկներով ներկայացել են, թե ինչու չի կարելի հնարավոր չի ընդհանրապես impeachment-ով Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Ամենագլխավոր հակափաստարկն է, որ ես բերել եմ, մի խոսքով ասամ, մեռամ ասելով, ուղղակի իրենց դիմելով, անունով եմ ասել, վստահ եմ, որ ընթերցել են, ասել եմ ձեր ելույթներից մեկի ժամանակ գոնե մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի գործոնին անդրադարձեք, որտեղ շարունակաբար խոսում են պատգամավորների մասին, պատգամավորները գան, պատգամավորները սանել, մենք այսպես կանենք, պատգամավորները կգան, բայց միտումնավոր կերպով այս ընթացքում մոռանում են կամ չեն քննարկում Նիկոլի գործոնը, խոսում են, որ Նիկոլը օրենք խախտող է, Նիկոլը ընտրություններ խախտող է, ընտրություններ կեղծող է, թքած ունի սահմանադրության վրա, միտեղ ելույթի ժամանակ ասում են, եթե իմանայի աթոռը ոտի տակից քաշում են, նույնիսկ մարդ կսպանի, այնպես է տպավորություն է, որ իրենք ուրիշ Նիկոլի մասին են խոսում, երբ որ ընտրությունների մասին են խոսում, բայց երբ impeachment-ի մասին ընդհանրապես ուրիշ Նիկոլ է, որովհետև այդ դեպքում Էդգար Ղազարյանն ասում էր, սա միակ գործողությունն է, որ Նիկոլ Փաշինյանը գալու է սուս նստելու է ազգային ժողովի աթոռին եւ տեսնի մենք ինչպես ենք իրան impeachment-ի ենթարկում։ Այս մակարդակի մտածողություն ունեցող մարդկանց հետ ես կարծում եմ ընդհանրապես առողջ քննարկում չի կարելի ունենալ։ Շատ պիտի ներեք իմ գուցե մի քիչ վիրավորական հնչի, բայց ես եկել եմ այն եզրակացության, որ այս մարդիկ պիտի ամեն օրյա ինչ-որ կատարողական ներկայացնեն իրենց impeachment-ի գծով կատարած աշխատանքի համար։ Հիմա պիտի գնան եթերից եթեր ինչ-որ հայտարարություններ անեն կամ նախաձեռնություն արդեն 3 այդ վերջնական փուլներ պիտի ներկայացնեն։ Այլապես պատկերացնել, որ Նիկոլը գա կնստի այդ աթոռի վրա որևիցե բան չի անի, կարծում եմ նույնիսկ երեխան չի կարողանա այդ փաստարկին հավատալ, հաստատ Նիկոլը ինչ-որ բաներ անելու է, իսկ դրան իրենք չեն անդրադառնում։ Կամ օրինակ մյուս հակապաստարկը, որ ես առաջի անգամ ձեզ մոտ լմիջեցնեմ, չէի ասել, դա հիմա ասեմ, օրինակի համար ասում են այս մարդիկ պատգամավորները ուրեմն շահով են, շահագրգռված են ինչ-որ նյութականով, որ Նիկոլի կողքին մնում են, հիպոթեքներ ունեն, ես գիտեմ տուն են առել, հիպոթեք ունեն, պետք է դրանք փակեն, ասում են մենք կգնանք կառաջարկենք, որ ձեր հիպոթեկը կփակենք, դուք Նիկոլի դեմ ուրեմն ձայն տվեք, բայց ոյցը մեկը չի մտածում, որ դա կոռուպցիա է, դրա համար հոդված կա մեր քրական օրենսգրքում, առաջի պահից, որ այդ քայլին դիմեցին,
թե իրենք թե այդ պատգամավորը հայտնվելու այդ հոդվածի տակ իրեն անձեռնամխելիությունից զրկելու են ազգային ժողովում քրական գործ են հարուցելու։ Նույն բանը որ ասենք Հովիկ Աղազարյանի համար արել են փող առել ինչ որ գործ է կատարել օրինակի համար, հիմա նույն իրենք ուզում են ասում են մենք առաջարկենք պատգամավորներին դա անեն, հետո չեն պատկերացնում դրանից հետո ինչ ա լինում։ Գիտեք, այս մակարդակի փաստարկներով փորձում են իմպիչմենտ առաջ տանել եւ ես դժվար եմ կարողանում հավատալ, որ չգիտեն այս ամենի մասին, իրենք ինձանից շատ ավելի լավ գիտեն այս ամենը, ուսի եթե անտեսում են եւ ելի փորձում են ժողովրդին մոլորեցնել, ես տալիս եմ մեկ հիմնական եզրակացություն, որ ըստ գործողության հիմնական նպատակը ընդհանրապես Նիկոլը չի, ժողովրդին խափում են, իրանք գիտեն Նիկոլ ինչ են կարող հեռացնել, հիմնականում նպատակը բոլորս էլ գիտենք Ռոբերտ Քոչարյանի գործոնը չեզոքացնելն է, Ռոբերտ Քոչարյանին հանելն է իսկապես ոչ թե Նիկոլին հանելը խաղից, պարզապես փաստել են որ այդ մարդիկ միանգամից արթնացան դրանից հետո եւ Ռոբերտ Քոչարյանն ասենք փետրվարի 17-ին այդ հայտնի ասուլիսը տվեց, մինչեւ այն ժամանակ իրենք քնած էին, հետո միանգամից դարձան արթուն ենք, շարժում ու սկսեցին այս գործողությունները։ Ես կարծում եմ այսքանով կարող եմ այդ ուրիշ հարց ունենանք, կարող ենք ավելի քննարկել։ Պարոն Մարկյան, հիմա կամ լուծություններ հրապարակումներ կան, ես լսում եմ որոշ վերլուծաբանների գնահատականներ, որ այս ամենի հետևում կանգնած է Սերժ Սարգսյանը եւ նպատակը, ինչպես դուք ասացիք, Ռոբերտ Քոչարյանին թիրախավորելն է, հասկանալով, որ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ մասնակցությունը քաղաքականությանը հնարավորություն չի տալու Սերժ Սարգսյանին իր սատելիտներին ընտրական process-ով անցկացնել խորհրդարան, որտեղ մարդիկ ուղղակի չեն հավատալու, որ դրա այդ մարդիկ ընդդիմություն են։ Փորձում են միջև ընտրությունները գոնե չեզոքացնել կամ միջև ընտրություններ այլ process սկսել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը չեզոքացվի։ Ինչ կասեք այս վերլուծությունների մասին։ Որովհետև ես որ նայում եմ այս թեման ամենաակտիվ լուսաբանող մեդիան դա Սերժ Սարգսյանի ֆինանսներով պահվող մեդիաներն են։ Այո, դժբախտաբար այո, եւ ես մեկի այդ մեդիաներից մեկին շատ քաղաքավարի հարց ուղղեցի, որ այս թեման էլ քննարկեք, այս մատմանի մասին խոսեք, շատ վիրավորական այդ իրենց խմբագիրը պատասխանեց ինձ, որ եթե ուզենանք ձեզ հարց տանք, ձեզ հարց կտանք, շնորհակալ իրենք ունեն մարդիկ, որոնց պետք է բերեն այդտեղ ներկայացնեն, իրենց ուզած պատասխանները ստանան, նրանց են միայն հարց տալիս։ Ամեն դեպքում իրենց իմանալիքն է իրենց քաղաքականությունը։ Հիմա անուններ չտամ, բայց այդ միտումը որ դուք ասացիք շատ ճիշտ է, ես իմ վերլուծությունն եմ ներկայացնում այս հարցի կապակցությամբ, որ ինչու այս ամեն ինչը կատարվում եւ նպատակը որտեղ է։ Նիկոլի ակտիվությունը մեզ կարծում եմ բոլորին բերելան եզրակացության, որ մենք շատ ավելի շուտ, քան 2026 թվականի ընտրությունների ականատես ենք լինելու, կարծում եմ արտահերթ մենք հավանաբար ամենայն հավանականությամբ ունենալու ենք, դա օրակարգ է դրված Նիկոլի առջև եւ ինքը այդ ակտիվությունը դրանով պայմանավորված։ Վերջի շրջանի, այսինքն Գյումրի ընտրությունների փորձը նաև ցույց տվեց, որ այդ ձևաչափը, որ գործեց ընտրություններում, հաջողությամբ պսակվում Նիկոլին, այդպես ասած, թույլ չտալով, որ կարողանա ինքը միանձնյալ կարողանա ինչ-որ իշխանություն ձևավորել, թե Երևանի, ասենք, Աբագանու ընտրությունների ժամանակ դա տեղի ունեցավ, թե Գյումրի ընտրությունների ժամանակ դա տեղի ունեցավ։ Եվ այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկվա այդ հրապարակված այդ ասուլիսը, որ մի քանի օր առաջ էր կարծես ունեցել հայկական համալսարանի հետ, այդտեղ էլ Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ կերպով այդ ձևաչափը ներկայացրեց, որ պետք է առանձին մասնակցել ընտրություններում, հետո գնալ դաշինքներ կազմել։ Բոլորը գիտեն, որ այս ձևաչափով ամենայն դեպքում մենք հաջորդ ընտրությունների պիտի գնանք առաջնորդվենք, բայց միևնույն ժամանակ իրենք շատ լավ գիտեն, որ այս ձևաչափով առաջնորդվելու դեպքում ամենաշատ ձայն շահողը լինելու է Ռոբերտ Քոչարյանը։ Իրեն սոցհարցումները դա է ապացուցում գելապից բռնած մինչև սուրի սոցհարցումներ, որ անում են, տեսնում են դա այդ արդյունքն է տալիս։ Նիկոլի վարկանիշը կարծակնային կերպով այսպես արագ իջնում է, իր նժարը թուլանում է, բայց նրա նժարը թուլանալով այս մարդկանց վարկանիշը չի որ բարձրանում, Ռոբերտ Քոչարյանի վարկանիշն ընդհակառակը բարձրանում։ Եվ այս մարդիկ գիտեն, որ եթե նման ձևաչափով Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների մեջ լինի, վերջին հաշվով ինքը ամենաշատ ձայն է շահում եւ ինչպես Գյումրի ընտրությունների դեպքում, ով որ ամենաշատ ձայն է շահում, վերջին հաշվով ինքն է լինում դերակատարը։ Այս մարդիկ մոտավորապես 6 տարի պայքար են տվել, հանդուրժել են որպեսզի Նիկոլը մնա իշխանության, բայց Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության։ Գիտեն, որ հաջորդ ընտրությունների ժամանակ կանգնելու են իրենք ծանր դրության վրա, Ռոբերտ Քոչարյանը հավանաբար շահելու է ավելի մեծ ձայն, քան իրենք կամ պարտավորվելու են գնալ Ռոբերտ Քոչարյանի դրոշի տակ համախմբվել, ինչի դեմ իրենք 6 տարի պայքարել են, թույլ չեն տվել դա անել եւ իրենց համար ծանր է, կամ թե չէ հրապարակավ ասել, որ մենք չենք գնում Ռոբերտ Քոչարյանի հետ համախմբան եւ թույլ ենք տալիս Նիկոլը մնա իշխանության, որ իրենց իսկական, այդպես ասած, դեմքն է պարզվել։
Հետևաբար այդ իրավիճակի դիմաց չկանգնելու համար ընտրությունների ժամանակ մինչև ընտրությունները իրանք փորձում են ամեն կերպ Ռոբերտ Քոչարյանի գործոնը չեզոքացնեն եւ այս իմպիչմենտի գործողությունը նմանն է, այսինքն դեմ տալ ընդդիմությանը Հայաստան Դաշնքին նման մեկ իրավիճակի մեջ դնել, որ դու պիտի իմպիչմենտը սկսես, անպայման արեք ձեր տեխնատուներ Ռոբերտ Քոչարյանը, դե պարզ է, որ Ռոբերտ Քոչարյանը նման անլուրջ գործողության մեջ ընդհանրապես չի ներկայացվի, չի մտնի նախաձեռնության մեջ, հետո սկսելու են այդ թեզը առաջնորդել, որ դե տեսակ դուք ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չուզեց, չեկավ, իմպիչմենտ չարեց, Նիկոլինա պահում, ինչպես որ Նորեկ Մանյանն երեք ասում էր երկու մարդա դեմ իմպիչմենտի Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, փորձելու են այդպես հակակարողություն պես գեներացնել Ռոբերտ Քոչարյանի դեմ եւ այնպես անել, որ իբր իրենց կարծրակով Ռոբերտ Քոչարյանը հրաժարվի հաջորդ ընտրություններին մասնակցելուց, որ կարծում եմ շատ ծիծաղելի քայլ են սկսել, որ ձախողած մի բան է լինելու եւ ավելի շատ հենց իրենք են, այսպես ասած, խոհազերծվելու, խայտարակվելու այս գործողության արդյունքում։ Պարոն Մարկյան, տեսեք, նաև կա այսպիսի տեսակետ, որ երբ անդադ թիրախավորվեն, ասենք, Հայաստան Դաշինքը, Դաշինքի մաս կազմող Դաշնակցությունը, որոնք լավ թե վատ իմ գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի դեմ անկեղծ պայքար են մղել, չի ստացվել, չեն կարողացել, բայց այդ չկարողանալու մոտ չի եղել մոտիվացիա չուզելու, հա, այսինքն անկեղծ ուզելու, փորձելու բոլոր հնարավորությունները եղան, այլ քննարկենք ինչ քայլն են սխալ արել, ինչ քայլ պիտի անեին, ինչ քայլ չպիտի անեին, հա, սա քննարկման մոտեցումների հարց է, բայց այն որ այս Դաշինքը ու այս քաղաքական միավորը նաև Դաշնակցությունը ամեն կերպ փորձել են հասնել Փաշինյանի հեռացման, դա փաստ է միայն մարդիկ, որոնք կեղծիքով են առաջնորդում, կարող են հակառակը փնտրել։ Հիմա երբ անընդհատ թիրախավորվում են եւ հիմա առիթ են ստեղծում նոր թիրախավորումների, արդյոք ճիշտ չի լինի, որ ձեր գնահատմամբ ես լսել եմ էլի վերլուծաբանների առաջարկներ, որոնք ասում են, որ այդ դաշինքը կամ Դաշնակցությունը ինքը որևէ ներկայացուցիչ պիտի ուղիղ դիմի Սերժ Սարգսյանին եւ ասի, որ գիտեք, պարոն Սարգսյան, խնդրում դուք ձեր դեմքով եկեք process-ին մասնակցեք, եթե մի արեք, այսինքն ուրիշ մարդկանց ձեռքերով մի թիրախավորեք մեզ, եկեք դուք հրապարակ, դուք ձեր առաջարկներն արեք եւ մենք այդ առաջարկները արդեն քննարկենք որպես Սերժ Սարգսյանի առաջարկներ, ոչ թե ինչ որ տարբեր մարդկանց անուններով դուք հետևում թաքնվեք, հետո այսինքն դա զուտ քարոզչական նպատակով օգտագործում մեր դեմ։ Եկեք դուք ձեր դեմքով առաջարկներ եք, մենք էլ մեր կարծիքը կասենք։ Միանում ենք, չենք միանում, սա ձեր գնահատմամբ խելամիտ առաջարկ է, թե չէ։ Նախքին շարժումների ձախողման մեջ մի բան հստակ ասեմ, որտեղ շարունակաբար փորձ է կատարվում այս անձանց կողմից ամեն ինչը գցեն ընդդիմության գրպանը, որ դուք լավ չաշխատեցիք, ձախողեցիք։ Այդ ձախողման մեջ անշուշտ մի քիչ հենց նույն նախաձեռնած խմբակցությունները կամ դաշինքները կամ քաղաքական ուժերը ամեն կերպով պատասխանատվություն կրում են, բայց դրա կողքին նաև հենց ընդդիմության դաշտում եղել են մարդիկ, ովքեր ուղղակի պատասխանատու են այդ շարժումների ձախողման հարցում, եւ իդեպ սա նորություն էլ չի, թե Իշխան Սաղաթելյանը, թե Գեղամ Մանուկյանը, թե մյուսները իրենց հարցազրույցների մեջ ասել են, որ նախանձի խարդավանքի հողի վրա խանգարողներ են եղել շարժումներ եւ թույլ չեն տվել դրանք արդյունքի հասնել։ Եվ հիմա մենք եկել ենք այստեղ ենք անում։ Նույն 2021 թվականի ընտրությունների կապակցությամբ օրինակ հիմա շարունակաբար ասում են խոստացակ կկրեք, չկրեցին, ես ինչ գիտեմ, պայմանագիր էինք ընկել, ժողովուրդը չկատարեցին։ Նախ որից մեկը ժողովուրդը պայմանագիր չէր կնքել, իսկ 2021 թվականի ընտրություններում չկրելու պատճառներից մեկն են հենց իրենք են եղել, պատասխանատուն իրենք են։ Ռոբերտ Քոչարյանը կամ մյուսները, ովքեր մասնակցել են ակտիվ ընտրություններին, արել են առավելագույն եւ կարողացել են ամենաշատ ձայները շահել, այդ որ երևակայելի ձայներ են շահել, շուրջ 270,000 ձայն, բայց մինչ ընտրությունները հենց այդ շրջանակի լրատվամիջոցներ, որոնք այսօր շարունակաբար խոսում են իմպիչմենտի մասին, ժողովրդին հիասթափեցրել են ընտրությունների գործընթացի կապակցությամբ մինչև 2021 թվականի հունիս, ասել են, որ ընտրություններով չի լինի կոնին փոխել, անիմաստ է, անօգուտ է։ Եվ շատ բնական է, երբ շարունակաբար դու ժողովրդի ականջին նման մեկ բան ես կարդում, ընտրությունների ժամանակ չես էլ կարող ակնկալիք ունենալ, որ նույն ժողովուրդը կակտիվ կմասնակցի ընտրություններին, իսկ ժողովուրդը ակտիվ չի մասնակցում, դինում այն, որ 2021 թվականին ունեցենք, հիմա էլ դժբախտաբար նույնն են անում։ Այսքանը ես այդ մասով ասեմ, բայց ինչ որ այդպես ուղիղ դեմքով հանդես գալու հարցում ես մի երկու անգամ իմ լայվերի ժամանակ ասել եմ, թե գրառումներում ասել եմ, կարծում եմ այդ տարբերակ լավ տարբերակ է, այսինքն դուք որ առաջարկեցիք, եթե իսկապես նման մեկ ցանկություն կա, իրենց իրավունքն է, որից մեկը չի կարող խանգարել իրեն, թե նախագահ Սարգսյանը, թե հանրապետական կուսակցությունը կամ պատիվ ունեմ դաշինքը, ունեն իրավունք, որ խորհրդարանում որպես ներկայություն եղած ուժ
իրենք իրենց տեխնացուով հանդես գալու, նախաձեռնություն իրենք սկսելու, եւ ես ձեզ հաստատ եմ ասում, ես կարծում եմ կարող եմ մի քիչ հստակ ասել, որտեղ խոսել եմ, հարցել եմ, եթե նման մի բան լինի, ինչ կանեք մեր ընկերներից, որոնք կան պատգավոր ազգային ժողովում Հայաստան Դաշնքում, շատ հստակ ասել են, եթե նախաձեռնություն իրենց կողմից լինի, իրենք իրենց տեխնացուն դնեն իրենց նախաձեռնությունը լինի կան, քաղաքական պատասխանատվությունը վերցնեն հանրության դիմաց, ասեն մենք ենք սկսում, մեր դեմքով ենք սկսում, վաղն եթե ձախողեց, մենք ենք պատասխանատու այս ամեն ինչի համար։ Հայաստան Դաշնք օրինակ չի։ Մենք ինչ խնդիր չունենք, գանք այդ նախաձեռնության տակ, եթե մեր ստորագրությունն է պահանջվում սկսելու համար, մենք մեր ստորագրությունը կդնենք այդ նախաձեռնության տակ։ Ես վստահ եմ, որ այդ գործը կանեն, որտեղ մեջին աշխով նպատակը նույնն է մնում, նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է վերջին այս հարցազրույցով ասած, որ նպատակը հիմնականում Նիկոլ Փաշինյանին հեռացնել, ուրիշ նպատակ, գլխավոր նպատակը դա։ Բայց կարևորը քաղաքական պատասխանատվություն ստանձնելն է, որտեղ դու եթե ուրիշի դեմքի հետև ես հագնվում, վերջում էլ քաղաքական պատասխանատվություն չես ընդունելու, թռնելու ես, ասես ես չկայիմ, դե ես չեմ արել, գնացեք ով որ պատասխանատուն է իրանից հարցրեք, ինչ որ ասենք դիմացության շարժման ժամանակ եղավ, մյուսների ժամանակ եղավ։ Ես կարծում եմ ձեր ասածը շատ կարևորական, եթե նման գործածների Ասելու են մենք ձեզ խնդրել էինք այդ երկու օգուն լսել, այսինքն հանրության կարծիքը հարցնեիք, բանանեիք։ Ինչպես չհասկացա, ներողություն։ Ասում եմ գործընթացը բնականաբար այս ելակետային տվյալներով անհաջողության է գնալու։ Այդ դեպքում Սերժ Սարգսյանը շատ հանգիստ կարող ասել ձեզով էր խնդրել 2-3 հոգու ինչ որ նախաձեռնություն միանալ։ Այո, հիմա էլ ոչ մի պատասխանատվություն չեն վերցնում, եթե նայեք հարցազրույցներ, իրենք էլ հստակորեն թե իմպիչմենտի դեմ են խոսում, թե կողմ են խոսում, չգիտես իսկապես ես կարծիք եթե գոնե Հայաստան Դաշնքի շատ հստակ է իրենց մոտեցումները, որ այս արդյունք չի տալու այս նախաձեռնությունը այս ձևաչափով եւ անիմաստ է անլուրջ աշխատանք է, բայց մեր գործընկեր, ասենք պատիվ ունեմ Դաշնքից, այդպես հստակ դիրքորոշումներ գոնե չեմ ընչել, թե ընտրությունների մասն են խոսում, թե այդպես ասած իմպիչմենտի մասն են խոսում։ Մի տեսակ այդ բանը կա, որ վերջին պահին ինչ-որ փախուստի տեղ իրենց համար բաց թողնեն։ Ամեն դեպքում վերջին հաշվով ես քիչ ցավում եմ այդ երկու ազնվորության, որտեղ վերջում ամբողջ կուսուկոլան ջաթելու են իրենց գլխին, իրենք են դուրս գալու, այդպես ասած խայտարակ դինելու, բայց հիմա իրենք իմանալիքներ են, սիրում են այդ գործը կատարեն հիմա տեսնենք արդյունքը ինչ կլինի վերջին հաշվով։ Ես իդեպ ասել եմ, հենց էլ ասել եմ, այն գործը որ պիտի վերջում անեք, հենց սկզբում արեք, այսինքն հենց եթե պիտի սպասեք 10 օր հետո ձեր տեխնացուն ներկայացնեք, հենց հիմա սկզբից ձեր տեխնացուն ներկայացնեք, որտեղ հաստատ Հայաստան Դաշնքը նման անլուրջ աշխատանքի մեջ չի մտնելու, անիմաստ է ձեր ասածը։ Եթե նայեք իրենց հարցազրույցների մեջ, սկզբնական փուլում, շփոթվում 2 ամիս առաջ է առաջին լայվերն ուներ Նարեկ Մանյան, ասում էր, ես ժողովրդին բերելու եմ փողոց, մենք ժողովրդին կբերենք դուք ստորագրությունները դրեք միասին կսկսենք։ Հիմա եթե նայեք իրենց հարցազրույցները, գրեթե արդեն փոխվել է։ Հիմա առաջին փուլում դե ժողովուրդ չի գալու, չկա, դուք դեռ նախաձեռնությունը սկսեք, հետո եթե պետք եղավ մենք ժողովուրդը ինքը դուրս կգա, այսինքն իրանք էլ արդեն գիտեն, որ այդ բանը չի ստացվելու։ Ես մի հատ օրինակ էի բերել, որպեսզի դեր լսարանի համար պարզ դառնա այս մարդկանց պահանջի ինչ անդիմությունից, հետեւյալն է։ Պատկերացրեք, մարդիկ բարձրացել են մի հատ շենքի տանիք, ուզում են տանիքից վայր իջնեն ապահով հասնեն ցած, հիմա բան են գալիս վերելակի տեղը գտնեն աստիճանների, գետնի տեղը գտնեն, միցև ապահով կերպով հանգիստ կարողանան ցած իջնեն։ Հիմա եթե մի բարակ թոք էլ կա, վստահ եմ թոքով էլ գուցե կարելի է իջնել։ Բայց հիմա այս մեր երկու ընկերներ եկել են կանգնել են ցած, ասում են դուք թռեք այդ վերևից ցած, մեկը ժողովրդական ուժի արդյունքում ֆիզիկայի օրենքներով դուք ցած եք հասնել։ Մարդիկ ասում են մենք թռնենք կգնենք չոր ասֆալտի վրա, գիտենք այդ խելոք մարդը այդ գործը չի անի։ Ասում են չէ, դուք թռեք, թռնելուց հետո մենք հետո կբերենք այդ տակը դոշակբան այդ տակը կփռենք, դուք կգնեք դրա վրա։ Հիմա ես ընդդիմադին պատգամավորը սեր ժողովուրդ ասում եմ, որ հիմա մենք քրանք դուք այդ դոշակը չդրեցիք տակ, հետո ինչ ա լինելու։ Դուք պիտի առաջ այդ ֆրեզ ես վստահ լինեմ, կա ես կարող եմ ապահով ցածացնել։ Էս է հիմնականում, քանի որ մենք գիտենք այդ մարդիկ ընդհանրապես այդ տակը ոչինչ չեն դնելու, նպատակն է որ Հայաստան Դաշնքի կամ այդ մարդից որ վերևից թռնում են, հենց կպտեն չոր ասֆալտի վրա։ Այդ քաջություն չի չթռնելը, դա քաջություն չունենա չի, այդ խելք ունենալն է նման պայմաններում ոչ էլ մեկ այդ շենքի վերևից չի թռնիցած, եւ ես կարծում եմ մեր պատգավորները խելք ունեն եւ այդ գործը չեն անել։ Շնորհակալ եմ, պարոն Մարկարյան, Ես եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում էի քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանից, տեսություն կհանդիպենք։